Շարունակում ենք ծրագիրը եւ ինչպես արդեն գիտեք, վստահ եմ հաղորդման այս հատվածում միշտ մեզ է միանում վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը, բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Երկու թեմա ունենք խոսելու, երկու պատերազմ, աշխարհի ամենահարուստ մարդու եւ ամենաազդեցիկ մարդու պատերազմը Իլոն Մասկի եւ պարոն Թրամփի եւ Հայաստանում ինչպես ինձ թվում է արդեն Լոս Անջելեսի բանի նահանգապետի եւ Թրամփի պատերազմն է։ Դե այդ իր հերթին, այո, բայց ամենամեծ պատերազմը ուրեմն այնտեղ է, հա, եւ իհարկե Հայաստանում իրավիճակը, երբ որ այսօր մենք արդեն մեր հեռուստադիտողներին հաղորդեցինք այդ մասին, որ պարոն Փաշինյանը ուղիղ տեքստով ասաց, որ պետք է փոխվի մեր սրբազան հայրը եւ ավելի պատշաճ մեկը նշանակվի։ Այսինքն ուղիղ տեքստով արդեն ասած, եւ սա ես համարում եմ պատերազմի հայտարարություն երևի կարելի այդպես ասել, չէ՞ թե առաջ ասում են էս այն, ուղղակիորեն ասում են, որ նա պետք է փոխվի, Գարեգին բն պետք է փոխանցվի ավելի պարկեշտ մեկ ուրիշ եկեղեցականով։ Դե որ բն էլ ծայրագույն չի, դա պարզ էր։ Բոլորս գիտեին։ Շուտմանից ենք խոսում, եկես տաղավարում հարցավերի շուտ։ Ոչ էլ ՏՏ էր։ Ոչ էլ ՆՍ ՕՏՏՑ չգիտեմ այդպես չէ նորին սրբություն տեր այո եւ այլն ծայրագույն պատրիարք տենց մի խոսքով այսինքն դրանից էլ այն կողմ չի լինում ծայրագույն վերջն էինք դրանից հետո Աստվածն է հա ինձ այսօր շատ հետաքրքիր մի բան այդ ընդհանրապես են մի հատ Աչեսպաչյան, ինչա Աչեսպաչյան, թե Աչապահյան, այդ խառնում եմ միշտ իր ազգանունը, չգիտեմ ինչի։ Հա, ուրեմն ասում եմ մենք սուրբ չենք, մեր դատավորը Աստվածն է։ Դուք ով եք որ մեզ դատեք։ Հա, ուզում ես ասես տղա ջան, դու Աստծուն տեսել ես։ Դու տեսել ես, այդ մի առիթավորվեք, որ մենք օրինակ մեկս հավատում է, մեկս չի հավատում, ասենք մեկը հավատում է, որ այն աշխարհում կարող է տեսնի, մյուսը չի հավատում, ենթադրենք եւ այլն։ Ընդ որում Հայաստանում կան շատ տարբեր մարդիկ, Հայաստանում ապրող, կան աթեիստներ, կան ուրեմն հեթանոսներ, կան քրիստոնյաներ, կան կաթոլիկ քրիստոնյաներ, որը Հռոմի պապին են սիրում ընդհանրապես։ Բայց մի հատ հարց է ինձ ուզում։ Եթե դուք սուրբ չեք, ինչի են ձեզ սրբազան ասում։ Ինձ ես ասում։ Չէ, ես ում հասկանամ։ Այսինքն, գիտեք ինչ, այն որ ասում է լրիվ գողական են, որ ասում է, հա, բան է, այն որ ոնց են փողոցային այդ բառը չեմ ուզում ասեմ, որ չես կարող չասես, որ ասում է ֆրացնում են էլի, տենց փողոցային են բանի ժամանակ, կռիվների ժամանակ, որ տղաների վեճի ժամանակ մեկը ֆրացնում էր, տենց մյուսները իր ձևով էր ֆրացնում, տենց եւ այլն։ Եվ հարց, ինչի են ձեզ ասում սրբազան։ Եթե դուք սուրբ չեք, այդ տենց։ Ուղղակի ես շատ հետաքրքիր է, էլի, բայց այդտեղ հարցը ուրիշ մի բան է։ Ենթադրենք վարչապետը կարողացավ ապացուցել, ԴՆԹ թեստը բերեց կամ ասեց դե ենթադրենք դու ու այ օրինակ չգիտեմ, դե այդ շուտվանից հայտնի էր, որ ինքը երեխա ունի, գիտեք, բազմաթիվ։ Ես զարմանում եմ, ասենք հիմա մի բանի վրա։ Հիմա Փաշինյանը գնում է շատ ռիսկային քայլի, որովհետև մեծ հաշվով ժամանակին 18 թվականի շուտ շարժում սկսվեց էլի, այն ժամանակ ինքը կարող էր ժողովրդին հավատացյալ հաներ, ուղղորդել, ասել, որ կուսակրոնը չի, խախտում է արել, չէր կարա եպիսկոպոսը լիներ, արքեպիսկոպոսը լիներ եւ կաթողիկոս։ Այն ժամանակ հետևից մարդ կգնար։ Հիմա այս հարցը կարող է լուծել միայն հավատավոր, այսինքն եթե օրինակ ենթադրենք չի եղել այլ պայմանավորություն, օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը անձամբ չէր հասել նրա համար, որ բայց ինչ ամոթալի բան արեց, չէ՞ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Չէ, դե այստեղ ասվեց որ լրիվ, բան, դες հալածում են, մենք քեզ հետ ենք եւ այլն։ Չէ, դե այստեղ այդ երևացող մասն է։ Իրականում իր արած քայլը բացարձակ վնաս չէր Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ այստեղ տեսեք երկու Արմեն ինքը չգիտի թե ով է մեր Գարեգին բն։ Շատ լավ գիտի, իրանք են նշանակել, բնականաբար։ Դե հիմա ես այդ եմ ասում, տեսեք, այս տարիքում սուտ խոսալը պետք է իրան։ Դե հիմա երկու գործոն նայեք, Լևոն Տեր-Պետրոսյանը գնաց այնտեղ, ճիշտ է, հիմա տեսեք, Գարեգին ինչի մասին է խոսքը, վերջերս 3 թե առաջի օրը Լևոն Տեր-Պետրոսյանը առանձին հանդիպում էր ունեցել Գարեգի Բ-ի հետ եւ որից հետո ասեց, որ ինքը սատարում է նա իզուր տեղը, դուք սուրբ եք, եսեք են եք։ 1700-ամյա եկեղեցին եւ այլն։ Բայց այստեղ մի բան ասեմ դες, տեսեք, Գարեգին Բ-ի ուրեմն սատարողները հիմնականում Ռոբերտ Քոչարյանի, ասենք, այս պատմության մեջ բարձր չէ, Նիկոլ Փաշինյանի զանգվածը Նիկոլ Փաշինյանն է սատարելու եւ այստեղ ասեմ ձեզ, Լևոն Տեր-Պետրոսյանը լավություն է անում Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ երբ որ ինքը գնում է, ինքը դրանով բաժանում է Ռոբերտ Քոչարյանի
ուրեմն այսինքն Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյանը իրար մեջ բաժանում են պոտենցիալ Ռոբերտ Քոչարյանի ընտրողին։ Հասկանում եք, այսինքն այստեղ վատություն չկա։ Հարցը լավ ու վատը չի, բայց որպես մարդ, չէ, որպես քաղաքական այր, որպես առաջին անկախ հանրապետության նախագահ, ինքը պիտի տենց բան ասեր իր վերջի օրերին։ Գիտեք ինչ, դες շատ մեծ էպիտետեր տալի մենք լավ գիտենք իրանք ովքեր են, էլի։ Եկեք ցույց տվեց մի անգամ եւս։ Հա, եկեք բան չանենք, էլի պարզա։ Երկրորդ բանը, որ հիմա իր այցից հետո Նիկոլ Փաշինյանը այսպեսի հայտարարություն է անում։ Որովհետև տեսեք, այստեղ վտանգ կա։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չի գնացել կոնկրետ կոմպրոմատները չի տարել, չի դրել, ասել է Գարեգին, ինչպես մենք քեզ ընտրել էինք, հիմա քո ժամանակը ավարտվել է, օրինակ, հա, այդ ներքին խոսա, այդ արտաքին հայտարարություններին չնայինք, հա։ Հետո Նիկոլ Փաշինյանին աչքով ունքով արել, որ կարաս արդեն հայտարարություն անես, որ կտրիչ է, ոչ թե Գարեգին, անունը կտրիչ էր, չէ՞։ Հա, կտրիչն էր Սիսամոց, հա։ Կտրում է, էլի աչուձախ թուրը։ Հիմա ասելա, եթե այդ բանը չի եղել, հիմա տեսեք, ոնց է հեռացվելու, եթե չհեռացվեց, հիմա Գարեգին բան։ Դուք հասկանում եք, ինքը հաղթած դուրս կգա ընտրություններից առաջ էս պայքարում։ Այսինքն քաղաքական ռիսկ է այստեղ Նիկոլ Փաշինյանի համար։ Որտեղ Փաշինյանը ասեց իր վերջի խոսքը ասեց, որ դու Էն էլ ակնարկեց, որ այսինքն հավատավոր ժողովուրդը պետք է այդ հարցը լուծի։ Եվ իրոք ինչի ժողովուրդն է իրան ընտրել Արմեն, որ ժողովուրդը լուծի։ Չէ, ուրիշ իրավական ձև չկա։ Այսինքն իրանք ներսում չեն անում։ Ներսում պիտի այդ ամեն ինչը լինի։ Օքեյ, չեն անում, ինչ անում։ Հա, չգիտեմ արդեն։ Հա, այսինքն ինքը ես վստահ չեմ, ներողություն, շատ սխալ ասեցի։ Ենթադրում եմ, հուսամ, որ այդքանը վարչապետը հաշվել է այս հայտարարությունը անելուց առաջ, թե ոնց է վերջացնելու այս գործը։ Ես ուղղակի ռիսկերն եմ ներկայացնում, որովհետև տեսեք, եթե հիմա տեսեք, մի հետարքիր բան։ Հիմա երկաժանակ դարապես սա եւ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի գործելաբույժն է, դե Սերժ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի կաբինետում մեծ դեր ուներ, ուրեմն իրենք ընտրում էին մարդկանց տարբեր պաշտոնների, որոնց վրա ունեին կոմպրոմատներ, ակնհայտորեն։ Եվ Հայաստանը դրա համար է անդունդում, որտեղ Սերժ Սարգսյանը շատ էր սիրում կոմպրոմատները, այնպիսի մարդկանց էր բերում, որ ցանկացած պահի, բայց ինքը մի բան չէր հասկանում, կամ հասկանալով էր դա անում, իր վրա երևի Ռուսաստանում ունեին կոմպրոմատներ, որ այդ կոմպրոմատ ունեցող մարդու վրա կոմպրոմատ ունի նաև Ռուսաստանը, այդ նույն կոմպրոմատը նա էլ կարող է օգտագործել, իսկ նա ավելի հզոր է։ Ժամանակաբան իսկ երկրորդ մասում կմանրամասնենք գովազդով վերադառնանք ու կշարունակենք զրույցը Արմեն Ջիբրչյանին։ Serial ես փնտրում, տանդեմ սերիայի նոր էպիզոդն ես ման գալիս, դու դեռ փնտրում ես, մինչդեռ վիդեոն տապալվեց, գովազդը բացվեց, քեզանից գումար շորթեցին, իսկ դու դեռ հույսում ես, մինչ դու փնտրում ես հարթակներ առանց վիրուսների, անվերջ սպասում ես, նյարդայնանում ես, իրենք արդեն սերիա 13-ի վերջն են, Arflix պլատֆորմում մի փնտրիր, ուղակի դիտիր, դասամիջոց, տանդեմ, սոս ինձ, ընդամենը մի կյանք, կայսրության թևերը, շատ շուտով արդեն Vendetta, բաժանորդագրվիր հիմա եւ բացահայտիր սերիաների թեժ զարգացումները առանց սահմանափակումների։ Շաբաթական նոր սերիաները սպասում են քեզ անմիջապես Arflix-ում։ Մի կորի ֆեյքերում, մի փնտրի պատճեններ։ Բարի գալուստ Arflix։ Դիտիր իրականը, պարզ, որակով հասանելի։ Ոչ մի անհասկանալի կայք, ոչ մի վիրուս, ոչ մի վտանգավոր գովազդ։ Միայն զվարճանք, երբ դու ես ընտրում ինչ եւ երբ դիտել։ Arflix-ը դա այն հարթակն է, որտեղ ճիշտ ժամանցը հանդիպում է հայկական ինքնատիպության հետ։ Միացիր այսօր, աջակցիր քո մշակույթին, ընտրիր միայն լավագույնը, բաժանորդագրվիր հիմա 3w.arflix.com։ Շարունակում ենք զրույցը վերլուծաբան Արմեն Ջիբրչյանի հետ։ Արմեն, ես գիտեմ, այս թեմայի շուրջ դեռ ասելիք ունես, բայց անպայման տեղ թողնենք, որտեղ պարոն Մասկը, Իլոն Մասկը նոր կուսակցություն է հիմնում, մի քիչ էլ այդ մասին կխոսենք։ Այո, ուրեմն դե ամփոփելով թեման իմ ասածը հետեւյալն է, որ երբ որ պարզա չէ, ասենք օրինակ հիմա Գարեգին երկրորդը եթե երեխա ունի, այդ մասին գիտեն նաև ռուսները։ Էլ չեմ ասում, որ եթե երեխա ունի, եթե սովորական կյանքով ապրե ու աղքատ մարդ չի, մեղմ ասած, ինչ հետաքրքիր միջոցառումների կարող է մասնակցած լինել, տեսականորեն, հիպոթետիկ, եւ օրինակ դրա ձայնագրություններից կարող են ունենալ ռուսները։ Իսկ մեր ԱԱՑ-ն Չէ, մեր ԱԱՑ-ն էլ կունենա, բայց տեսեք, հատկապես ես վերջերս մի հաղորդում էի պատրաստել, որտեղ անգամ ինձ ինտերնետ պրովայդերներից ոմանք տեղեկություն էին հայտնում, որ ուրեմն ԱԱՑ-ն գաղտնի օպերացիա էր իրականացնում եւ փորձում էր բոլոր ինտերնետ պրովայդերներին ստիպել իրենց այսպես բանին ոնց որ կաբելով, այսինքն մալուխով միանալ միանգամից ուղիղ ԱԱՑ-ին եւ բոլոր իրենց
ուրեմն հաճախորդների տվյալները փոխանցել ԱԱԾ-ին, ընդ որում ռուսական Ռոստելեկոմի մալուխով։ Դա ինչ նշանակում, որտեղ միակ մալուխը, որ այսօր գնում է մտնում է ուրեմն ԱԱԾ, դա ստացվում է, որ Ռոստելեկոմի մալուխն է։ Եվ ստացվում է, որ մեր իշխանությունները գերադասել են, դե թող մենք էլ իմանանք, ռուսներն էլ իմանան։ Մեկ իմանալու են sense տնել։ Հասկանում եք, բայց այդ դեպքում բնականաբար կոմպրոմատը ավելի ուժեղ է խաղում ուժեղի ձեռքում։ Համատած Հայաստանի իշխանությունների հետ Ռուսաստանի իշխանությունները շատ ավելի հզոր են այդ իմաստով։ Բացի դրանից չմոռանանք, որ իրանք եզրաս ունեն այնտեղ, որը պատկերացնում եք ինչ after party-ների կամ ուղղակի փուլ party-ների մասնակցած կլի տեսականորեն հիպոթետիկ եզրասը եւ ինչ կադրեր կունենան Գարեգինի եղբոր մասին, հատկապես որ գիտեք կադրեր տարած չի գողականների ռազմորկի կադրեր էր տարածվել Գարեգինը որ ինչ որ մի ռուսական լավ մաֆիայի հետ հայաստանցի ինչ որ մեկի հայի հետ պատժում էր տենց ամոթանք էր տալի մի բիզնեսմենի գիշեք տենց տեսանյութեր այո տարածվել եւ այս իմաստով ուրեմն մենք պետք է հասկանանք ինչ է անում Փաշինյանը Եթե սա գլոբալ մենք ջանդան, բայց ինքը պիտի հասկանա, չէ, նման քայլի է գնացել, այո, գոնե ինքը պիտի հաշվի, չէ, ինչ ձևով է ինքը հասնելու իր նպատակին, ասինքն իրան, այո, եթե սա դե պարզա որ ռուսները ասել են մի տուր հրաժարական, որպեսզի ավելի թույլատնեն, ասենք, թեժացնեն իրավիճակը տեսականորեն, եթե ուրեմն, եթե ինքը գլոբալ պայքարի է գնում, ոչ թե ինչ որ նեղ անձնական բան է, որ ուզում են մի կաթողիկոսին կոմպրոմատով փոխել, մյուս կոմպրոմատով կաթողիկոսին, ուղղակի, ասենք, ավելի հարմար մարդ լինի այս պահին, կոպիտ ասած, դա ոչ մի բանի չի բերելու, բայց եթե սա գլոբալ process է, հաշվի առնելով ապագա զարգացումները, հասկացել են, որ Թրամփն ու Պուտինը կամ Թրամփը չի կարա Պուտինին հետ բարեշի կամ եթե անգամ բարեշի դրանից Պուտինը չի հաղթելու Ուկրաինայում, վերջապես տեղ է հասել, ինչ որ ասում էինք, հա, եւ հիմա փոր հասկանում են, որ 26 թվականի ընտրություններին արդեն այն ինչի վրա հույսները դրում են տապալվեց Թրամփ-Պուտին բարեշելը, Ռուսաստանի վերադառնալը, հիմա տեսնում ենք Իրանի հետ թեժանումը, ինքներդ եք տեսնում, որ չեն բարեշում ոչ միայն այլ նաեւ այաթոլաների ռետորաբանությունը թեժանում է եւ շատ մեծ հավանականություն կա որ շուտով պատերազմը կսկսվի այդուամենայնիվ հարվածներ կհասցվեն Իրանից դրանից հետո քաոս կարող է սկսվի ոչ մեկ ոչ բան չի կարող իր աշխիք տալ գուցե ինչ որ ավելի հերակա process են նախաձեռնել ավելի գլոբալ հաշվի առնելով նաեւ կողմնակի զարգացումները որոնց մասին գուցե վաղ ասենք խոսել երևի խոստացանք տեղ թողնել որտեղ այնտեղ էլի հետաքրքիր բաներ կա զուգահեռաբար հաշվի առնելով այդ բոլոր process-ները եթե սա գլոբալ process է նախաձեռնել Փաշինյանը հաշվի առնելով ապագա ընտրություններում դրսից եկող ռիսկերը, հա, ուրեմն պետք է նաև հաշվարկել, որ ինքը կարող է այսօր կանչի մարդկանց, այսինքն տվեց, չի ասեց, որ հավատացյալ ժողովուրդ, ոնց ասում, թագավորը մերկ է, կոպիտ ասած, հիմա գնացեք եւ հագցրեք շորերը նկատի ունեմ, ուժի բան չմտածեք։ Լավ, բայց եթե չգնան չհագցնեն շորերը, քաղաքացիական նկատի ունեմ, հնարավոր է մինչև քաղաքացիական, այդ իմաստով հագցնել, հա, որտեղ շատ լրջացավ արդեն իրավիճակը։ Այո, այդ ժամանակ ինքը հայտնվել է հիմար վիճակում։ Գալով մեր ոչխարներին, այսպես ասենք, ոնց որ անգլիացիներն են ասում, այս պատերազմը պարոն Մասկի եւ պարոն Թրամփի միջեւ եւ հետարքիր բան ասաց այսօր պարոն Մասկ ասաց, եթե հանկարծ ինքը սկսի օժանդակել դեմոկրատներին ֆինանսավորել, այս այն մաթափ տվեց էլի։ Հիմա ես չեմ հասկանում, Մասկը իրանք չունի փող, որտեղ ուզում է ծախսի առնեն, այսինքն ազատ Ամերիկայի քաղաքացի չի, որ կարողանա իր ցանկությամբ տնօրինել իր փողերը։ Դե իրեն արգելված է բացի հանրապետականներից ուրիշ որևէ մեկին ֆինանսական օգնություն հատկացնել։ Դե տեսեք, ներողություն, առողջություն, ինչպես ասում է, եթե խոսքը գնում է, եթե Մասկը կուսակցություն հիմնի ընդ որում Ամերիկա անվանումով, ընդ որում գիտեք, որ հենց այդ բազմաթիվ օկտատերեր, մեծ մասը օկտատերերի, երբ որ ինքը այդ առաջարկը արել էր, սատարել էին ընդ որում այդ գաղափարը 80 թե 81%, այո։ Այստեղ ինքը հարվածելու է հանրապետականների, որտեղ Մասկը ժամանակին ընտրել է Օբամային։ Ավելի հարում էր դեմոկրատների։ Դե եթե մի քիչ էլ հետ գնանք, պարոն Թրամփը ժամանակին դեմոկրատ ա եղել, մինչև հանրապետական դառնալը 2000-ականների սկզբին, եթե չեմ սխալվում, այո։ Դե հետո կամաց, հենց հասավ ստեղ ուր հասավ, բայց հիմա այս պահի դրությամբ, եթե հիմնի կուսակցություն, դա չի լինելու ձախ ազատական գաղափարների կամ եւ այլն, չէ։ Ավելի շատ լինելու է կոնսերվատիվ գաղափարների ու էլի իզոլացիոնիստական եւ շատ ավելի վտանգավոր իզոլացիոնիստական կուսակցություն է լինելու։ Եվ այս իմաստով խփելու է միանշանակ հանրապետականների էլեկտորատին։
տանելու է հանրապետականների էլեկտորատը։ Դե դուք պատկերացնում եք, ասենք 200 ամյա, ասենք, բանը, ամերիկյան կուսակցական համակարգը, ասենք, խախուտ է դառնալու եւ ամբողջ էլիտան դուք պատկերացնում եք ինչ մի ցնցում է լինելու։ Բայց այստեղ մի ուրիշ բան հաշվի առնենք, եթե մասը մտավ քաղաքականություն, դա միլիարդներ է, որ ինքը պետք է ներդնի։ Ունի, բայց դուք տեսաք չէ ինչպես վարվեցին, օրինակ իր հետ, երբ որ ինքը իրանից դժգոհ, այսինքն մարդիկ մնացին եւ բիզնեսը ոնց սկսեց տուժել։ Հիմա երաշխիք չի, որ այսինքն Մասկը հասկանում է, որ այսքանից հետո եթե մի հատ ինքը մտավ քաղաքականություն։ Այո, մեծ ռիսկ է ագրում։ Այո, իդեպ այս դեպքում ասեմ ձեզ, եւ դեմոկրատները, եւ հանրապետականներն են այս անգամ Տեսլաներ վառելու միասին, ձեռքի բռնած։ Ուզում ասեմ, այդ հաշվարկը Մասկին զգուշացվեց, այդուամենայնիվ մեղմորեն զգուշացվեց, որ մի մտի այնտեղ, որտեղ ուրեմն պետք չի որ մտնես, հա գործ չունես, որովհետև դու հետևի քո փողերին, հետևի հա բիզնեսին եւ մի բան էլ դուք կհիշեք, որ Տեսլայի ուրեմն բաժնետերը դա մենակ Մասկը չի։ Մասկին զգուշացում էին տվել, որ կամ շաբաթը 40 ժամ աշխատես, եւ ասում էին կամ անդրավարտիկը թակի, կամ խաչը թանի։ Այսպես ասում էին, դե հիմա տես չի լինի, մենք վարի ենք գնում, մեր բիզնեսը տուժում է քո պատճառով։ Անջել են 40 ժամ պետք է երիքա սպիտակներում ֆրֆռա։ Այո։ Արի նստի ու աշխատի։ Այո, եւ հարցը այստեղ ուրեմն ինչ կլինի եւ մի բան էլ պետությունը իրոք ֆինանսավորումը, այսինքն ճիշտ է, այնտեղ հիմա ամերիկյան կախվածություն ունի, բայց շատ արագ կարող են ֆինանսավորում գտնել այլ ուրեմն մեկին գտնել, որպեսզի այդ NASA-ն այլ մեկի հետ համագործակցի եւ ամերիկան ունի այդ պոտենցիալը, եւ այո, այդ դրագոնը, որ օգտագործում են, որ մարդկանց տանեն բերեն դիեզերք, փոխանցեն եւ Մասկի ֆինանսավորումը կտրեն թրապես SpaceX-ից եւ մնացածից էլ վերջում հայտնվի Հարավային Աֆրիկայում նորից։ Այնտեղ էլ հիմա գիտեք Թրամփը ասում է ռասիզմը, սպիտակ ֆերմերներին սպանում են։ Եվ անամբեր սպասում են Մասկի գալու։ Մասկի հայրը իդեպ այնտեղ ապրում, Պուտինի գնացել է Ռուսաստան։ Այսօր գիտես ինչ էր ասել։ Դե Պուտինի սիրահարն է։ Այո, չեմ հասկանում։ Այո, լավ։ Այսքանը սիրել դեր այսօրվա համար կհանդիպենք, վաղը միշտ տեսություն։ Հաջողություն։